ինչքան հանրությանը ցույց տանք իրենց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ։ Դուրս կգան, կպատասխանեն, կհասկանանք ինչա ինչոցա մեր հետագա անելիքները։ Գիտեք, կառավարության այսօրվա պատասխանատուն իրենք են։ Եթե այս կառավարությունն էլ փոխվի, մեր պահանջները չի փոխվելու։ Մենք այդ սեղանին դրած այդ պահանջները, այս ժողովրդին պիտի տեր կաղնեն, պատասխանատու մարդիկ պիտի ժողովրդի հարցերը լուծեն, չխաբեն, նորից եմ ասում, հերիքա, ժողովրդի մոլորացնելով, ժողովրդի խաբելով գնում ենք այս մի ազգովի կործանման։ Արցախի ժողովուրդը այսօրվա իրավիճակում ցավալի օրինակ է դա, բոլորի համար ցավալի օրինակ է։ Բայց այդ ցավալի օրինակը մենք տեսնելով մենք ինչ այս անտարբերությանը մենք վաղվա օրը բոլորս ենք հայտնվելու այս իրավիճակում։ Նիկոլ Փաշինյանը ասաց, թող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանան եւ խնդիրներին անդրադարձան եւ ապրեն Նիկոլ Փաշինյանը Արցախ գալուց, որ ասում էր Արցախը Հայաստանն ու վերջ, այն ժամանակ այդ հարցը չէր ծագում, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ ճանաչելուց հետո Ադրբեջանի տարածքային ամբողջություն Արցախահայությունը դառավ ոչ Հայաստանի քաղաքացի։ Ընդ որում անձնագրերը եղել են Հայաստանի Հանրապետության Անձնագրերն է մարդիկ։ Ինչ է նշանակում նորից պահանջել։ Ես ձեզ մի հատ մեկնաբանություն տամ։ Ներողություն հարցը ձևակերպեմ, ինչ է նշանակում արցախցիներից նորից պահանջել, որ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Արցախցիները եղել են եւ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այո, արցախցիները եղել են ու կան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սկսած 88 թվականի շարժման, Արցախի ազատագրման, Արցախը 30 տարի հայկական մնալով, այդ ամբողջ ժամանակահատվածում արցախցիները միշտ եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև Արցախը դա Հայաստանի տարածքային ամբողջությունն է, որովհետև այն ժամանակահատվածում դու պատկերացնում եք 30 քանի տարվա ընթացքում երեխեք են ծնվել, մեծացել, կրթություն ստացել, պաշտոնյաներ տարբեր տեղեր զբաղեցրել, Հայաստանի Հանրապետության մեջ էլ, այդ նույն անձնագրերով, այդ նույն ոնց հասկանանք, այս տրամաբանությունը մեկը թող ինձ բացատրի։ Սպանատներ են մտել։ Ամեն ինչ պաշտոնյաներից զբաղեցումից սկսած բոլոր ոլորտներում իրենք որպես Հայաստանի քաղաքացի զբաղեցրել են, որովհետև սահմանադրության մեջ կար, եթե դու Հայաստանի քաղաքացի չես, իրավունք չունես զբաղեցնել ինչ որ թե պաշտոնյա է, թե մնացած հարցերն է։ Ոնց է եղել այդքան ժամանակները, որ դա եղել է օրինավոր, հիմա մենք դառնանք անօրինակ, ապա պիտի էս անենք, ապա պիտի սուտ է դա, չէ՞։ Դա արդարացնելու մարդկանց բանն է, իրանց այդ կործանման, իրանց այդ բերած այս իրավիճակին հասցրած, այդ մարդ որ ճանաչում է Ադրբեջանը բանը Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջություն, հասկանալի չի, որ բոլոր այդ կարևոր բաները պիտի զրոյացնեն։ Բոլոր այդ կարևոր հիմքեր ունեցող Արցախը հայկական լինելը պիտի կարևորացնեն։ Հիմա սեփ մի հատ ուրիշ տրամաբանություն։ Արցախի հարցի փակումը։ Կարող է շատի մոտ այդ գիտակցությունը, այդ իմաստը չհասկանան, ես բացատրեմ։ Արցախի հիմնախնդիրը, Արցախի այս կարգավիճակը, որ Արցախը իր հայկական լինելը, եթե դա չեզոքացնեն, եթե դա զրոյացնեն, Հայաստանը դառնում է ագրեսոր։ Արցախը մեջից հանում են, Հայաստանը դառնում է ագրեսոր, Ադրբեջանը վաղը ինչ ուզի Հայաստանի նկատմամբ անելու է, ինչ ուզի ներկայացնելու է։ Դուք միայն սոցիալական հարցերն եք բարձր։ Ես նոր ոնց կարող է սոցիալական հարցերը դա առաջնային կարևոր հարցն է, որ ժողովրդին ստեկարենք պահենք, ժողովուրդը չարտագաղթի, բայց Արցախի ինքնուրույնությունն է, Արցախի բանը, հիմնախնդիրն է, գերիների հարցն է, 2 տարի, դա էլ չի կախված սոցիալական փողերի հետ կախված, 2 տարի գերիի հարց չեք կարող լուծեք, վերջի ժամանակները արտգործնախարարության կողմից ոնց են ներկայացնում, այդ հարցի շուրջ Ադրբեջանը չի ընդունում, չի բանանում, то есть այդ հարցի թեմայի շուրջ չի խոսվում, բայց եթե դուք բարձրաձայնում եք պաշտոնյա այդ ձևաչափով, բա դուք ինչ Մայր Հայաստանի խոսքի առաջարկների կամ էլ շահերի հետ կախված հարցերը կարաք լուծեք։
ինչ բանակցային process-ի մեջ, ինչ բաների առաջարկների մեր կողմի, մեր համար հարցերի լուծում եք։ Գերիների հարցը չեք կարող լուծեք, Արցախայության տեղահանված տեղի հարցերը չեք կարող լուծեք, անհետ կորածների հարցերը չեք կարող լուծեք, բանը մնացած խոսքի կարևոր այդ մնացած հարցերը ոչ մի հարցի դրանք մեկը թող բերի աշկս կողի, ինչ հարցում մեջ է, որ հայանպաստ հարց որոշում է կայացրված։ Եկեղեցին մասին է խոսում, ժողովուրդ, եկեղեցին են թիրախավորում, ինչից եք խոսում, որ մեր միշտ սաղ մեր կյանքը մի խաչը ձեռներիս ենք բոլոր հաղթանակները տարել։ Մարդ ծանր իրավիճակում գտնվելուց Աստծո հավատքով եկեղեցու, որ ասում է, այդ բանով ենք մենք մեզ հայ զգում, մենք դրանով ենք հազարամյա տարիներ ապրել։ Դուք պատկերացնում եք ինչ իրավիճակում եք, եթե այդ է դարել արդեն թիրախաբանը, ուրեմն մենք ամբողջովին գնում ենք կործանման, ես այդ գիտեմ, ողջունում է դրա մասին Թուրքիայի նախագահը, ողջունում է դրա մասին Ադրբեջանի նախագահը, ուրիշ ոչ մի Այսօրվա ակցիայի ժամանակ հնչած պահանջները կարող ենք ասել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ կազմված 12 կետանոց պահանջագրի տրամաբանության մեջ են մտնում։ Այո, որովհետև այդ 12 կետը դա անձեր չեն որոշել։ Դա ժողովրդի այն հավաքած բազմահազարանոց ժողովրդի մտահոգված առաջնային հարցերից ձևավորած ցանց է, ձևավորած պահանջ է եղել։ Թող ոչ մեկը այստեղ չարձանագրի հետագայում, թե ինչ որ այս մյուսը կամ այս մեկը այդ հարցերի ձևավորված պահանջը, որ եղել է այդ բազմահազարանոց միտինգի, բազմահազարանոց հավաքի ձևաչափի առաջնային անհրաժեշտությունների հարցերի շուրջ է եղել։ Պարոն Իսրայելյանի